Գործադիրի 2026-ի առաջին նիստի առաջին հարցը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինն է։ Նախագիծը ներկայացրեց վարչապետը, շեշտելով նպատակը պետական ինստիտուտների տնտեսական կառուցվածքի վերանայումն ու ամրապնդումն է, որտեղ ենք, ուր ինչ ճանապարհով ենք շարժվում։ Վարչապետի խոսքով դոկտրինը նաև վերաբերում է կառավարման մշակույթին, ինչպես պետբյուջեի նախագիծը դոկտրինն էլ ռազմավարությունների մտադրությունների մասին հայտարարություն ուղենիշ է։ Բյուջետային տարին սկսվում է, ոմանց թվում է, թե եթե մենք բյուջետային տարվա համար պլանավորել ենք, որ ենթադրենք այսքան տրիլիոն ծախս պիտի անենք, ուրեմն կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան տրիլիոն գումարը դրած է եւ մենք ամեն շաբաթ կամ ամեն օր գնում հաշվում ենք, կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք եւ այդպես է գնում։ Ոչ դրա մասին չի։ Տվյալ թվականի բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից։ Երբ որ նոր տարվա այն զանգերը սկսում են խփել, որ շամպայն նվազագ բարձրացնում են, այդ բյուջեն այդ պայից սկսվում է, այդ պայն բյուջեում այդ տարվա հավաքագրումը 0 է։ Այդ պայից ամեն ՀԴՄ, ամեն գործար գեներացվում է, հաշվետու շրջանը, որը մինչև հաջորդ ամսվա 20-ն է, տնտեսվարողները ներկայացնում են հաշվետվությունը եւ բյուջեն հավաքագրվում է։ Ինչով է պայմանավորված վերանայման տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը։ Վարչապետ Փաշինյանի խոսքով կան մի քանի պատճառներ։ 2018-ից ի վեր երկրի տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով։ Մեկ շնչին ընկնող հնան կրկնապատկվել է։ Եթե 2017-ին այն $3872 էր, 2025-ին մոտ $9400 է, աճը 2.4 անգամ։ Նախորդ տարի կենտրոնական բանկը շուկայից հավաքագրել է ավելի քան $2 միլիարդ։ Այսինքն հասկանում եք, $2 միլիարդ Հայաստանի շուկայում լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել, եւ դա նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն կա որոշակի ֆինանսական եւ տնտեսական ներհոսք։ Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն եւ բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին։ Եվ սա կարևոր է արձանագրել, բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է կառավարության դերը եւ որտեղ է այլ գործող անձանց դերը։ Կառավարության դերն ըստ վարչապետի այն է, որ վերացրել է տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները, մենաշնորհները, արգելքներն ու արգելակները։ Դա է ըստ նրա հիմնական պատճառը, որ 2018-ից ի վեր հեճուկս քաղաքական տարածաշրջանային աշխարհաքաղաքական վայրիվերումներին Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, ապահովել տնտեսական աճ, ինչը Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ կառավարության եւ քաղաքացիների գործակցության ձեռքբերումն է։ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար եւ պիտի նաեւ ընդգծեմ, որ սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր եւ մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր։ Բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն եւ միևնույն ժամանակ այս բոլոր գործընթացների արդյունքը այն է, որ մարդը օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։ Ակնհայտ է Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին։ Դոկտրինում առանձնահատուկ նշանակություն ունի էներգետիկ վերափոխման օրակարգը։ Այն նաև էներգետիկ անվտանգության եւ անկախության մասին է։ Պատմական շանս ենք ստացել նաև էներգետիկ առումով լինելու ավելի ինքնաբավ, անկախ ու ինքնիշխան։ Վարչապետը նաև ընդգծեց, նոր տնտեսական պարադիգմի առանցքային հիմքը կրթությունն է։ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաև պայմանավորված է տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության շուրջ եւ խաղաղության բանաձևը, խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում եւ իհարկե հաստատված խաղաղությունը եւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որը անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաև
տնտեսության մեջ։ Պետությունն իր վրա է վերցնում ակտիվ եւ պատասխանատու դերակատարում կենսական նշանակության ենթակառուցվածքներում, էներգետիկ, տրանսպորտային, ջրային, թվային, անվտանգային համակարգերում, ապահովելով պետական սեփականության թափանցիկ եւ տնտեսական հիմնավորված մասնավորեցումն այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը եւ արդյունավետությանը։ Դոկտրինը վերաբերում է նաեւ արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների զարգացմանը։ Բոլոր մոտեցումների հիմքում ընկած է մեկ առանցքային գաղափար. պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը կայուն եւ կանխատեսելի։ Եվ այս ամենի հիմքում դրված է պետության հարատեվության գաղափարը եւ այս ամենի հիմքում դրված է այն գաղափարը, որ պետության տնտեսական զարգացումը հենց պետական շահն է։ Պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետեւ առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ սպասարկել որևէ օրակարգ։ Հաջորդիվ գործադիրը հաստատեց զբոսաշրջության զարգացման հնգամյա ծրագիրը։ Նպատակ կա զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ ունենալ ավելի շատ զբոսաշրջիկ, ավելի լայն ու դիվերսիֆիկացված շուկա, ինչի համար անհրաժեշտ է, որ երկիրը դիրքավորվի որպես զբոսաշրջային խաչմերուկ, նշեց էկոնոմիկայի նախարարը։ Ռազմավարական ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական տեսակներն են, դրանք մշակութայինը, գաստրոն, մասնավորապես խոհանոցը, գինին եւ հայկական բրենդին եւ արկածայինը, ներառյալ ձմեռայինը, բայց նաեւ Հայաստանը ունի շատ լուրջ հնարավորություններ եւ դրա մասին եւ ռազմավարական ծրագրում է նշված եւ նաեւ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք ագրո զբոսաշրջության, մայս զբոսաշրջություն, մայսը դա մեծ միջոցառումներ անցկացնելու այդ զբոսաշրջային ուղղության ձևն է, բժշկական եւ առողջարանային զբոսաշրջության եւ իհարկե կրոնական զբոսաշրջության։ Ռազմավարական ծրագրով նախատեսվում է 2030-ին ունենալ առնվազն 3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն, ստանալ մոտ 3.8 միլիարդ դոլարի եկամուտ, ունենալ 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ, ստեղծել լրացուցիչ 20,000 աշխատատեղ։ Դեկտեմբերին ունեցել ենք 139,933 զբոսաշրջիկ, թվեր ներկայացրեց նախարարը։ Այս տարի ունեցել ենք 2 միլիոն 263,642 զբոսաշրջիկ, ինչը 2.5%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից եւ օրինակ 19.4%-ով ավել է 2019 թվականի ցուցանիշ։ Պատմական լավագույն տարին եղել է 23-ը, երբ որ ունեցել ենք 50,000 ավել զբոսաշրջիկ, քան այս տարի։ Մեր քաղաքականությունները նրա մասին են լինելու, որ օրինակ Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը, որը 52-3% է եղել, հիմա արդեն 41% է։ Իհարկե պահպանել Ռուսաստանի թվերը շարունակել ավելացնել, այսինքն բայց նույն կերպ ինչպես կարողացել ենք օրինակ 166,000 ավելացնել այլ երկրներից։ Վարչապետը անդրադարձավ գործոններին, որոնք ազդել են զբոսաշրջության թվերի աճի վրա, այդ թվում Երևանում Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, ավիացիոն շուկայի զարգացումը։ Հայաստանի ավիացիոն շուկան գնալով ավելի ու ավելի գրավիչ է դառնում թե տեղական, թե օտարերկրյա ընկերությունների համար, եւ մենք հիմա գործնականում ամեն ամիս լսում ենք հայտարարություններ տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից դեպի Երևան եւ Երևանից թռիչքներ իրականացնելու մասին, երբ որ մարտի վերջին Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին, արդեն մայիսին զբոսաշրջության թվերի վրա դա արտահայտվեց։ Եվ բնականաբար օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովը իր հերթին լրացուցիչ խթան դարձավ եւ արդեն օգոստոսից հետո զբոսաշրջային հոսքերի վրա արտահայտվեց։ Կառավարությունը հաստատեց նաև առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգի վերաբերյալ նախագիծը, նպատակ ունենալով համալրել ոլորտում մինչև այս ունեցած կարգավորումներն ու գործնական մեխանիզմները։ Մայա Խաչատրյան, լուրեր։